Նել Սիրելի ժողովուրդ, մեզ սպառնում են պատերազմով, բայց կա մի շատ պարզ ճշմարտություն, պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ ագրեսորը վստահ է, որ իր հաղթանակի հավանականությունը չափազանց մեծ է։ Այլ պարագայում ոչ մի երկիր երբեք պատերազմ չի սկսում։ Եվ հենց իմ նախագահության ժամանակ Ադրբեջանի համար արդյունավետ բանակցային գործընթաց։ Եվ մենք վերականգնելու ենք այդ իրավիճակը։ Մենք ձգտում ենք խաղաղության, բայց խաղաղությունը պետք է լինի հարատևելի եւ երաշխավորված եւ երաշխավորներ պետք է ունենանք։ Չի կարող անվանվել խաղաղություն մի իրավիճակ, երբ ամեն ինչ կախված է մեկ մարդու կմաճույքի հետ։ Սա խաղաղություն չի, սա ստորացում է, սա նվաստացում է, եւ մենք թույլ չենք տալու դա։ Մի քանի խոսք մեր տնտեսական ծրագրերի մասին։ Մեր նպատակը ունենալ արդյունավետ պետություն, վերականգնել արդյունաբերություն, ունենալ զարգացած գյուղատնտեսություն։ Ժամանակի ես ցույց եմ տվել, որ հնարավոր է այս ճանապարհով շարժվել։ Եվ այսօր հնարավորությունները ավելի մեծ են եւ հայտարարություն է, որ 8 տարում մեկ գործարան չի բացվել, մեկ նոր ներդրում արդյունաբերության ոլորտում։ Հնարավորությունը շատ ավելի մեծ է, քան մենք ունեցել ենք անցած անգամ, անցած իմ նախագահության ժամանակահատվածում։ Այսօր կա հսկայական շուկա, ՀՏՄ-ի շուկան։ Մենք ստե կարող ենք արտադրել եւ սպառում ունենալ այդ հսկայական մեծ շուկայում։ Բայց ինչ է անում այսօր իշխանությունը։ Վտանգի տակ է դնում հենց այդ հնարավորությունը։ Վտանգի տակ է դնում մեր ՀՏՄ-ի անդամակցությունը։ Հաշվի չի առնում այն հանգամանքը, որ մեր բնակչության 80%-ի բարեկեցությունը զգալի չափով կախված է այդ շուկաներից, այդ հարաբերություններից։ Մենք սա եւս մերժում ենք։ Մենք պետք է հավասարակշռված հարաբերություններ ունենանք եւ Եվրոպայի հետ, եւ Ռուսաստանի հետ, եւ Չինաստանի հետ, եւ երբեք չփորձենք խաղալ իրենց հակասությունների վրա։ Փոքր երկրի համար դա չափազանց մեծ հաճույք է, մեծ ռիսկ է, եւ մենք նման քայլերի չենք դիմելու։ Այսօր իշխանությունը դիմում է այդ